Սիրելի հանդիսատես եւ հետևորդ, այսօր կուզեի մի երկու թեմայից խոսեմ, որը շատ ինձ հուզում է։ Խնդրում եմ գրանցվեք ալիքիս, խնդրում եմ դրեք լայքեր եւ տարածեք այս նյութը, եթե համարում եք, որ սա հետաքրքիր է։ Նախ հիշեցնեմ ձեզ այսօրվանից ծանոթացեմ, որ ամսի 22-ին Բրոդվեյում խաղալու եմ տարինց քեզ հետ ներկայացումը ժամը 7-ին ինչպես միշտ Տոմսերը թիքետ միկետում է, իսկ ամսի 9-ի ներկայացումը, որը որ հարգելի պատճառներով չկայացավ, մեր տղաներից մեկի հայրն էր մահացել, կտեղափոխենք նոյեմբեր ամսին, անպայման կխաղանք, կսպասեք մի խոսքով։ Այդպես, անցնենք մեր հետաքրքիր թեմաներին, չգիտեմ բարևել եմ թե չէ, բարև ձեզ, եթե չեմ բարևել։ Այսպիսի մի բան կա, ես կուզեմ խոսեմ այսօր երազանքներից եւ իլյուզիաներից, այնուհետեւ կխոսեմ խաղաղությունից։ Երազանք եւ իլյուզիան կարծես թե այսպես բան է, հոմանիշներ են եւ շատ հաճախ մեր իշխանությունը կրկնում է այդ բառը, որ մենք իլյուզիաների մեջ էինք ապրում, երազանքների մեջ էինք ապրում եւ հիմա ավելի կոնկրետ 4-րդ Հայաստանը պետք է ստեղծվի ու եւ այլն։ Ես ուզում եմ հասկանամ որն է, որ մենք միասին հասկանանք եւ եթե համաձայն եք, հետս ապա կոմենտներում գրեք, որն է երազանքը, իսկ որն է իլյուզիան։ Դու շատ կոպիտ եթե օրինակ բերեմ, իսկ որպես օրենք լավ օրինակները կոպիտ օրինակներն են, որովհետեւ ավելի այսպես երևացող են։ Եթե երեխան փոքր ժամանակ ասում է, որ ես ուզում եմ դառնամ օդաչու, դա երազանք է, բայց հետո որ մեծանում է, ոչ մի բան չի դառնում, պարկած դիվան է քշում եւ ինձ ոչինչ չի ներկայացնում, բայց ասում է ես օդաչու եմ, դա արդեն իլյուզիա է։ Այսպիսի կոպիտ օրինակ։ Հիմա որն էր մեր իլյուզիան եւ որն էր մեր երազանքը։ Մեր իլյուզիան նա էր, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է։ Մեր իլյուզիան նա է, որ միայն մի դաշնակից ունենալով մենք կարող ենք պահել Արցախը։ Մեր իլյուզիան այն էր, որ մենք կարայինք գողանայինք, չրփեինք, գրփեինք, հանգիստ ապրեինք, բայց վիճակ այնպիսին է, այնպիսի բանակ ունենք, անես սենտր բանակ ունենք, որ մենք յուրաքանչյուր րոպեին ամեն հարձակմանը մի բան եք հասնենք մինչև Բաքու։ Եվ այդ իլյուզիաների մեջ ապրում էր ոչ միայն ժողովուրդը, որը որ իրավունք ունի իլյուզիաների մեջ ապրել, որովհետև նա ինֆորմացված չի, այլ այդ իլյուզիաների մեջ ապրում են նաև մեր իշխանությունը։ Խնդրեմ հիշեք Դավիթ Տոնոյանի պաշտպանության նախարարի այդ խոսակցությունը, որ ահա նոր պատերազմ, նոր հողեր, կամ նույն Արայիկ Հարությունյանի, որ պատերազմ եք ուզում, պատերազմ տեն, բան եւ այլ իլյուզիան այն էր, որ կարող ենք տափակ ինչ-որ տենց ռոլիկներ, բաներ նկարել, հիշում եք այդ ինչ-որ տենց մուլտեր էին նկարում, չէ՞, բան տենց մեր հանճարեղ մուլտիպլիկատորները, մուլտֆիլմի ռեժիսորները, թե ինչքան հիմար են ադրբեջանցիք եւ որքան խելոք եւ պարկեշտ ենք մենք։ Դա իլյուզիան էր։ Երազանքը ընդհանրապես այն էր, որ մենք ուզում ենք, որ Արցախը լինի Հայաստան, որ Արցախը լինի հայկական, որ արցախցիները ապրեն հանգիստ, նորմալ իրենց հողում։ Եվ քանի որ այդ երազանքը դարձավ հետո իլյուզիա, մենք կործանվեցինք, մենք կործեցինք մեր այսպես ասած մարզերից երևի ամենամեծը, կարևորներից մեկը ամենայն դեպս եւ դարձանք գաղթական, որովհետեւ
երազանքները դարձեցինք իլյուզիաներ, որովհետև այդ մեր այսպես ասած երազանքը չդարձրեցինք իրական, հա, եթե երեխան, ասենք, որ օդաչեր ուզում դառնար, գնար, հետո մեծանար, գնար այդ մասնագիտությունը ձեռք բերեր, այլ ոչ թե դիվան քշեր, նա կդառնար օդաչու, իհարկե։ Եթե մենք այտենց սխալ չապրեինք այս 30 տարի, մենք հասնեինք մեր երազանքին, բնականաբար, եւ այդ երազանքը կդառնար իրականություն, շատ հնարավոր է, այսինքն այն գոնե գիտեք ինչ, իրականում երազանք այն է, որ Արցախը մնա հայկական, որ հայերը կարողանան ապրեն հանգիստ իրանց հողում, իրանց բան չի, ասենք, անպայման չէ, որ դա դառնար հենց Հայաստան, որ մենք դառնայինք մեծ հայք կամ եսի միջի։ Հիմա, ասենք, երբ որ հասկանում ես, որ մենք իլյուզիաների մեջ ենք ապրում։ Եթե մենք ճիշտ վարվեինք ժամանակին եւ ամպագորգոր հիմար անիմաստ ծակ հայրենասեր ինչ որ տենց ֆիդայական տուպո ինչ որ բաներ չանեինք, երևի թե այսօր Արցախ կունենայինք։ Դեռ ավելի մարդ ես, մեկ էլ տեսար, այդպես մի բան էլ ադրբեջանցիների հետ ինչ որ մի հարաբերություններ, բաներ, ասենք, կունենայինք, որովհետև կլինենք գոնե ուժեղ պետություն։ Այն որ ադրբեջանցի մարդ կդառնան եւ վաղը մյուս օրը մենք իրար հետ հանգիստ բան կպաշվենք, կփուշվենք, բան եւ այլ դա էլ է իլյուզիա, որովհետև դա կարող է դառնալ այն ժամանակ, երբ որ դու ունես ուժեղ պետություն։ Այսինքն, եթե դու քո երազանքի վրա չաշխատես, ապա դու չես ունենա, ապա դու հետո կգնես իլյուզիաների մեջ։ Մոտարապես դա է ուզում ասել, եւ հիմա ուզում եմ անցում կատարեմ ՔՊ-ի Փաշինյանի այդ նարատիվներին, որ մենք պետք է հրաժարվենք այդ երազանքներից, մեր Արարատից, մեր արևմտյան Հայաստանից եւ ապրենք իրական այս Հայաստանով։ Գիտեք, այն որ մենք պիտի ապրենք իրական Հայաստանով եւ որ մենք ոչ մի պրետենզիա չունենք մեր հարևաններին, երևի թե այդպես իշխանություն չի եղել Հայաստանում, որ դա չասի։ Երևի թե չի եղել որևէ նորմալ առողջ բանական մարդ, որ ասի հեսա գնալու ենք Վանը, Մուշը, Արդահանը, Սասունը բանը հետ բերենք։ Եթե իհարկե տենց ինչ որ մի քիչ տենց աննորմալ մարդ չի, էլի, որովհետև մանավանդ այս աշխարհակաղակական վիճակում բան, դա հնարավոր չի եւ ես մի բան էլ ասեմ, դա պետք էլ չի։ Դա պետք է, եթե վաղը Աստված իշտի վերև ասած, ձեզ ենք տալիս ենք, վերցեք քրդերով, բաներով, վերցեք այդ հողերը, մենք ինչ պիտի անենք։ Դա մեր ցանկությունը չի։ Բայց երազանքից զրկել մարդուն, չէ՞ որ այդ արատ որ մարդիկ կախում են պատերը, դա իրանց երազանքն է, այո։ Չէ՞ որ մարդը երբ որ իր երեխու անունը դնում է Սասուն կամ Անի, չգիտեմ, կամ ինչ-որ տես մի անուն է դնում, ասենք, դա իր երազանքի դրսևորումներից մեկն է եւ բացարձակ չի խանգարում այդ իրական Հայաստանին։ Բացարձակ։ Ինչա պետք իրական Հայաստան ունենալու համար, 4-րդ Հայաստան ունենալու համար, հարևաններին պրետենզիաներ չունենալ չունենք։ Հարկեր եմ ուծել, չգիտեմ, աշխատել, ծառայել, նորմալ հարաբերվել, բան եւ այլ, դա ինչ կապ ունի քո հարևանների հետ հարաբերությունների, ասենք կռվես հարևանների հետ կամ չկռվես, ոչ ոք դա մասին չի մտածես կի։ Այսինքն տեսեք, եթե եւ մեզ հիմա զրկում են մեր երազանքներից, այդ դա է ահավորը, հա։ Կամաց մենք զրկվում ենք մեր երազանքներից, մեր ասենք պատմությունից, մեր մշակույթից, մեր անցյալից, հա, մենք վերանայում ռևիզիայի ենք ենթարկում այդ ամեն ինչ, ինչի համար Արարատ կախենք, եկեք Արագած կախենք, հիմար ինչ բաներ խոսում, ասենք դա ինչի է դա արվում։ Եթե հին իշխանությունը, անցյալ բանը, Քոչարյանը, Սերժը, Լևոնը, եւ այլն, այդ բոլորը մեզ մտան մեր գրպանները, ստեղծեցին զզվելի օլիգարխիկ ինչ-որ համակարգ,
զրկեցին մեզ ինձ թեկուս զրկեցին երիտասարդությունից, այս ավելի լավ կրթություն կարայի ստանայի, ավելի լավ կարայի աշխատեի, ավելի շատ կայացած լինեի եւ այլն։ Իմ ծնողներին զրկեցին թոշակից եւ սարքեցին բան, ղարիբ, որ ասենք լավ, եթե Ամերիկա չգային ապրելու, ապա կմահանային ոչ թե ծերությունից, այլ սովից։ Եթե նրանք մտան մեր գրպանը եւ գողացան մեր փողը եւ կարողությունը, ապա այս իշխանությունը զրկում է մեզ երազանքներից։ Առանց երազանք մարդ գոյություն չունի։ Ասում եմ, երազեք ուժեղ պետություն ունենալ։ Երազեք ես Հայաստանի, դա երազ չի, դա անհրաժեշտություն է։ Այդ ոնց որ ասում են կրթությունը նորաձև է, նորաձև չի, անհրաժեշտություն է։ Ես չեմ կարող երազեմ լինեմ կրթված, ու իմ մարդ չեմ։ Ես պիտի կրթվեմ, որ լինեմ կրթված։ Ես չեմ կարող երազեմ ունենամ ուժեղ Հայաստան։ Ես Հայաստան արդեն թող քուրդը երազի ունենա ընդհանրապես պետություն, ու հետո ունենալուց մտածի ոնց անում ուժեղացնի այդ պետությունը։ Հիմա նույնն էլ էսա, ես իջի երազեմ ունենամ 4-րդ Հայաստան, 4-րդ բանը, ոնց ամ, հանրապետություն եւ ուժեղ հանրապետություն։ Ես դրա համար ընդամենը աշխատեմ։ Ընդամենը պիտի աշխատեմ։ Հայերը պիտի աշխատեն, որ ունենան ուժեղ պետություն։ Դա երազանք չի։ Այդ երազանքը մենք արդեն ունեցել ենք։ Մենք պետությունը արդեն ունեցել ենք։ Մեր հայրերը որոշ մասը, Պարույր Հայրիկյանը իր ամբողջ թիմով, չգիտեմ, այն անկախականները, որոնք որ կային, որ ասենք երազում էին ունենային պետությունը, առաջի հանրապետության այդ բոլոր մեր ղեկավարները երազում էին, դա ունեցանք, դա ունեցել եք, երազանք կատարվել է արդեն, վերջ։ Հիմա երազել պետք չի, պետք է աշխատել։ Աշխատելը նորաձև է, այդպես կարամ ձևակերպեմ։ Բայց ոնց կարելի է մարդուն զրկել երազանքից։ Ոնց։ Եվ դա շատ վատ բանի կբերի ախր, շատ վատ բանի։ Դա ոնց ասեմ, երբ որ գիտեք, չգիտեմ, ես ուղղակի խոսքեր չունեմ, ոնց կարելի է մարդու մենտալիտետը կոտրել, ջարդել։ Մանավանդ որ դա ամենավատ դրսևորումը չի։ Ընդամենը պիտի մարդուն այն պայմանները ստեղծես, այն սիստեմի մեջ դնես, որ նա աշխատի, որ պետությունը ուժեղանա։ Իսկ դա ինչա պետք։ Դատական համակարգ, որ խայտառակ վիճակում արդեն խոսել եմ դրա մասին, դատական համակարգ, չգիտեմ, բանակ, բժշկություն, կրթություն ամենակարևորը, ես անգամ չգիտեմ որն է ամենակարևորը։ Հիմնակարեր կա պետություն ունենալու, որը որ բացի թողի են։ Եվ մենք երազում ենք ունենանք 4-րդ հանրապետություն, որպեսզի առերեսվենք ճշմարտությանը, որ մենք շրջապատված ենք հարևաններով, հարևանների հետ ընկերություն ունենք, արեք ընկերություն, ով է ձեզ ինչ ասում։ Հիմա կասեք, բայց Թուրքիան ու Ադրբեջանը պահանջում են, որ դու Արարատը հանես քո մոտից, որ դու չերազես, որ դենացիֆիկացիա լինես, այսպես ասած, հա, դե որ դու չլինես այլևս հայ։ Ժողովուրդ, եթե ես չլինեմ այլևս հայ, մարդիկ ինչի Հայաստանում ապրեն, կարաք ինձ ասեք։ Հիմա ես ապրում եմ Հայաստանում։ Ну, նաև ստեղել եմ ապրում, ճիշտ է, հիմա կասեք Հայաստանում չես, բայց ես Հայաստանի քաղաքացի եմ, Հայաստանում աշխատում եմ, Հայաստանում հարկ եմ մուծում, հա? Հայաստանում տուն, տեղ, հող, ընտանիք, ստեղ ունեմ։ Արվեստագետ ունեցա ու կարա ստեղ ապրի, վաղ աստվածնա Փարիզում ապրեմ 2 տարի։ Ընդհանրապես մարկած մասին եմ խոսում։ Այդ դեպքում ինչի համար ես կապեմ Հայաստանի հետ։ Մենա հանգիստ ապրում եմ ինձ համար, ես պասպորտը կշպրտեմ, եթե պետք է ասենք սա Ալիևի ու Էրդողանի ասածները անենք, դուք էլ ձեր Հայաստանն էլ ինձ պետք է։ Այդպես չի տանտեր ախր, դա տես չի աշխատում։ Հիմա անցնենք երկրորդ թեմային, ինչու չի կարելի ընտրել ՔՊ-ն։
Որովհետև ես հիմա երկու բառ կասեմ ու դուք հասկանաք sense մի հատ բան։ Այն խոսքը, որ քեպեն բերել է ու բերում է խաղաղություն fake է։ Այն որ մենք ժամանակավոր խաղաղություն ենք, դա շատ լավ է ու էլի իրանց շնորհքն է, բան չեմ ասում։ Այո, դիվանագիտության շնորհիվ, պահվածքի ճիշտ ժամանակին ամերիկացիների հետ պայմանավորվելու Թրամփի ֆակտորը նորմալ օգտագործելու շնորհիվ մենք այս 2 տարի կամ միգուցե մի քիչ պակաս չգիտեմ, հա որ բաները եկան եւ եվրոդիտորդները եկան, կրակոցներ չունենք բանին, սահմանին, բայց պայմանագիր չկա խաղաղության եւ չի լինի մինչեւ այդ դենացիֆիկացիա ասածը, մինչեւ դու հրաժարվես քո երազանքներից, որը Ալիև ասել է, այսի հիվանդ հասարակություն է, այսի երազում է, այսի վաղը երեխա է ծնվելու աննը դնեն Արարատ, այսի վաղը ռեստորան է բացելու աննը դնի Վան, այսի վաղը թաղամաս է սարքելու աննը դնի Շուշի, ու տենց էլ կա, մի լավ է վատը դրա մասին չի, դրա մասին եմ խոսել, դրա մասին չի, բայց մենք հիվանդ հասարակություն ու հիվանդը մնալու ենք իրանց համար։ Այսինքն պայմանագիրը չի ստորագրվի, մինչև մենք բոլորս չդառնանք թուրք։ Կամ բան, թուրքին հաճանալու բան, տենց հա ճիշտ է, վերնելանիցած բան, ոչ իման չենք ընդունում, մենք սաղ մոռանում ենք, հանգիստ ենք, աղբեր ենք, ինչ ուզում եք մեզ տարեք։ Պայմանագիրը տենց է ստացվում։ Բայց արդյոք դա մեզ պետք է։ Յանի ինչ։ Դուք տեսեք ինչքան հեշտ ես կարամ հիմա քանդեմ այդ նարատիվը, որ խաղաղություն ա բերել Նիկոլ Փաշինյանը։ Ժողովուրդ դա արել է ընտրվելու համար, չէ՞։ Բոլորը, ասենք, ինչ որ սաղ, ինչ որ խոստացել է, fake է եղել, հիմա այդ մեկն է, որ ժողովուրդը հոգնել է պատերազմից, ասել է լավ, վերջ, խաղաղություն ա բերում, ջայնամ ինչ ուզում անի, թող խաղաղություն լինի։ Ժողովուրդ ջան, ասենք, Կիրանցում, որտեղ որ սահման ա քաշած, վաղը եղավ մի հատ կրակոց։ Մի հատ ադրբեջանցի կամ Ալիևը ասեց, մի հատ օդ կրակեք։ Ինչ անում այդ դեպքում։ Այդ դեպքում լինում է պրովոկացիա եւ խաղաղության այդ ամբողջ փուչիկը միանգամից պայթում է։ Եթե փուչիկը պայթում է, Նիկոլ Փաշինյանը չի ընտրվում։ Այսինքն ՔՊ-ն 100%-անոց կախված է Ալիևի քմոաճույքից, այդ մի կրակոցից։ Ես լավ բացատրեցի, խնդրում եմ գրեք, ճիշտ եմ բացատրել, թե չէ։ Կրկնեմ։ Մի հատ կրակոց եղավ սահմանին, իսկ դա հնարավոր անգամ Թուրքիայի սահմանին, ասենք, անգամ բանեին, Թեհրանի սահմանին է հնարավոր։ Մի հատ կրակոց եղավ, մի հատ պուջուր մի գործողություն եղավ, անգամ ընդե որտեղ որ սահմանազատում կա, հա, իսկ դա կարա լինի, Փաշինյանը չի ընտրվում։ Այսինքն դա կախվածություն է։ Այսինքն կոպիտ ասած, Տրուպկեն կարա վեկալի հիմա բանը, Ալիևը ասի լսի քեզ խելոք չպայես, վաղը մի հատ կրակում եմ։ Այս բանը պիտի անես, ու ինքը անելու է, վեր ընտրվելու համար։ Հասկացաք, որ փուչիկա է ամեն ինչը։ Հասկացաք, որ խաղաղություն ասածը փուչիկ, այսինքն խաղաղությունը միշտ էլ սրանց այդ փուչիկ պետք է լինի այդ հարևանների, բայց դրա հիման վրա ընտրություններ չեն կազմակերպի, դրա հիման վրա չեն ընտրի ինչ որ մեկին, կընտրեն իր արածների եւ չարածների համար։ Էլի գնացինք ընտրություններին, ժողովուրդ ջան։ Ընտրություններին հիմա Ռոբերտ Քոչարյանը տալիս է ինտերվյու եւ մի քանի բան լսեցի, բան в общем, դե հավեսը չունեմ, ես ոչ մեկին դες հավես չունեմ լսելու ինչի վեր, մենակ մի բան լսեցի, որ ՔՊ-ի ընտրվելու, վերընտրվելու շանսը այս անգամ 0-ական է։
ուզում եմ ասեմ միանգամից ամբողջ պարլամենտական ընդդիմությանը ՔՊ-ի վերընտրվելու շանսը կլինի զրոական, եթե դուք բոլորը չամադանները հավաքեք ու սիկտիրը լինեք այս դաշտից, հասկանում եք, ներեցեք ոսկեղենիկ թուրքերենից համար, դուք էտի ավել լավ կհասկանաք ուղղակի։ Այդ դու էտի ըլեիք այդ բառը ինչ որ ես ասեցի, ներողություն եմ խնդրում այն հանդիսատեսից։ Այն ուժերը կգային, կկազմավորվեին, մի բան կլներ, մի բան ասա, մի բան արա, մի բան լինի։ Ժողովուրդ ջան, այդ ուժերը կան, մտածեք, չի կարելի ընտրել ոչ հներին, ոչ նորերին։ Եթե անգամ ՔՊ-ն անցավ պարլամենտ, իրանք շատ լավ ընդդիմություն կարան լինեն։ Նիկոլ Փաշինյանը հոգով ընդդիմադիր է, ինքը միշտ ընդդիմադիր է եղել։ Ինքը հիմա իրան ընդդիմադիր է։ Հելնում է ժողովը անում, ասում է, «Արես մեր դատական համակարգը լավ չի աշխատում»։ Արես միլիցիաները լավ չեն։ Էս ինչ է, մեր դպրոց չեն կարող սարքեն։ Էս ինչ է, մեր ընդդիմադիր է, ինքը իրան ընդդիմադիր, ոնց անենց ասում, ոնց որ ես եմ վարչապետը։ Ինքը շատ լավ ընդդիմադիր կարա լինի։ Տեսեք, ես չեմ ասում բռնենք, վառենք, դավաճան այս այն, սպանենք, բան, տենց հիմար բաներ ես չունեմ, չէ։ Բայց ինքը ընդդիմադիր է։ Թույն ընդդիմադիր կլինի ինքը։ Բայց վարչապետ չի կարա լինի։ Հիշեք։ Այսքանը ժողովուրդ ջան, ինչ ասեմ, քանդիպենք ամսի 22-ին են ով Լոս Անջելեսում ապրում, համեցեք տոմսերը տիկետ միկետում են, կարող եք առնել, Patreon-ում կարող եք մի քանի կոպեկ գցել, որպեսզի ավելի հեշտ ապրեմ Սփյուռքում, հայրենիքի գարոդը գխեղդե գորձի։ Կնոպկեն ուր է կնոպկեն։